Տերը մեզ օրհնի ժողովուրդ ջան, թանկ ժամեր են մեզ համար, որ ամեն այսպիսի ժամի մեջ մենք առնում ենք շատ օրհնություն, որը մնայուն է։ Երևակայի օրվա մյուս ժամերին աշխատում, ստեղծում ենք ու մնայուն չէ, բայց այս ժամերին ձեռք բերածը մնայուն է, թող օրհնի մեզ Աստված։ Այսպես են վերնագրել խոսքը մարդու կամ մարդկանց սպասումները։ Երկու օրինակ պետք է երկու հատվածներից օրինակ պետք է բերեմ, հիմնականում երկու հատվածներից, կարող եմ մեջբերումներ անեմ տարբեր դեպքերից, որ ամփոփ ուղղակի մարդիկ տարբեր սպասումներ են ունենում եւ պատահում է, որ իրենց սպասումները ճիշտ են եւ վատ հետևանք չեն թողնում, եթե սխալ սպասումներ չունեն, բայց պատահում է, որ մարդիկ իրենց գաղափարով ինչ-որ բաների են սպասում, ինչ-որ հարցերի լուծման ժամանակ, բայց իրենց սպասումները ուրիշ կերպ են ձևավորված, որ իրենց սպասումներով չի լուծում, շատ ծանր են տանում։ Մարդկանց սպասումներն էլ ձևավորվում են մարդկանց գաղափարներից, ինչ կրթություն ունի, արդյոք Աստծուն ճանաչում է, թե ոչ։ Աշխարհիկ մարդու ակնկալությունները լրիվ ուրիշ են, հոգևոր մարդունը ուրիշ է, հոգևոր մարդը միշտ տեղ է թողում, ինքը եթե Աստծո կամքը լինի, կասի, իսկ աշխարհիկ մարդը իր գաղափարով է մոտենում, շատ անգամ սխալ սպասումներով, եւ եթե չի ստացվում իր սպասածը, ինչքան է լավ բարիք ես դնում դիմացը, ինքը վեճ ունի։ Մենք մեր Տիրոջից պիտի շատ բաներ սովորենք, մեր Տեր Հիսուսից։ Մենք նայում ենք երևույթների, ճիշտ է, բայց Տեր Հիսուս ասում էր, ես սրտերն եմ քննում։ Ճանաչում է մարդու դատողությունը, լավ եւ վատ հասկացողությունը։ Ինչպես մոտենա մարդուն, որ լավը հաստատվի, սխալից մաքրվի մարդը, սխալ հասկացողություններից ազատվի։ Գործածում է հանդիպած դեպքերը կյանքի մեջ, բնական իր ընթացքով գնալու դեպքերի մեջ, Աստված ամեն մի դեպքը բարի գործակից է անում, որ մարդը կարողանա սրբվի, մաքրվի, եթե մեկը կամակոր չի, խոնար է, այդ սրբության աշխատանքը լավ հետևանք է թողնում, բայց եթե մեկը կամակոր է, հպարտ է, պիտի վեճի բռնվի, մերժի այդ սրբության աշխատանքը եւ մնա վատի մեջ, նույնիսկ ավելի վատի կգնա։ 4-րդ թագավորաց գրքում այսպիսի մի դեպք կար, 5-րդ գլխից առաջին օրինակը Ասորի Նեեմանի մասին կպատմեմ ձեզ, կհիշեցնեմ, որ զորքերի զորավարն էր ասորական բանակի։ Կարդամ հենց առաջին համարից, 5-րդ գլխի առաջին համարից։ Ասորիների թագավորի զորագլուխ Նեեմանը մի մեծ եւ հարգալի մարդ էր իր տիրոջ առաջին, թագավորի առաջին, որովհետեւ Տերը, այստեղ Աստված նկատի ունի Տերը, նրա միջոցով փրկություն էր տվել ասորիներին եւ այս մարդը քաջ զորավոր էր, բայց բորոտ էր։ Ասորիները մեկ անգամ գունդերով, զորքերի ջոկատներով, գունդերով էին եկել եւ Իսրայելի երկրից մի փոքր աղջիկ գերի տարել, որը Նեեմանի կնոջ առաջին էր լինում։ Նրան էր ծառայում։ Եվ սա ասեց իր տիրոջը, այսինքն Նեեմանին, երանի թե իմ Տերը Սամարիայում եղող մարգարեի առաջին լիներ, այն ժամանակ նա նրան կբժշկեր իր բորոտությունիցը։ Այս երեխան թեկուզ երեխա էր, բայց ինչ պահվածք ուներ, վստահություն ներշնչող պահվածք, որ նրա խոսքով առաջնորդվեց Նեեմանը, պատկերացրեք։ Նեեմանը գնաց եւ պատմեց իր տիրոջն թագավորին, այսինքն ասելով. Այսպես է խոսել այն Իսրայելի երկրից եկող աղջիկը, եւ ասորիների թագավորն ասեց. ճանապարհվիր, գնա, եւ ես նամակ կուղարկեմ Իսրայելի թագավորին։ Եվ նա գնաց եւ իր հետ վեր առավ 10 տաղանդ արծաթ եւ 6000 ոսկի, եւ
10 փոխանորդ հանդերձներ։ Եվ նամակը բերավ տվավ Իսրայելի թագավորին, ասելով. «Եվ արտայս նամակը, հենց որ քեզ հասավ, ահա ուղարկում եմ քեզ մոտ իմ Նեեման ծառային, որ դու բժշկես նրան իր բորոտությունից»։ Բայց այդ աղջիկը ասել էր մարգարեի մոտ պիտի գնա, ասել թագավոր։ Աղջիկը ասացով լրիվ չարեցին, թագավորի մոտ գնացին։ Երևի մտածում եմ, որ թագավորը կուղարկի դեպի մարգարեն։ Երբ որ Իսրայելի թագավորը կարդաց նամակը, պատառեց իր հանդերձները ու ասեց. «Միթե ես Աստված եմ, որ մերցնեմ կամ ապրեցնեմ, որ սա ինձ մոտ է ուղարկում մարդուն իր բորոտությունից բժշկելու։ Սակայն դուք իմացեք եւ տեսեք, որ նա պատճառ է որոնում ինձանից», այսինքն որ հակառակվի ինչ-որ գրիվ ստեղծելու պատճառ է որոնում։ Իրանց համար իրականում այդ ժամանակ մանավանդ անբուժելի հիվանդություն էր։ Աստծո հրաշքով այդ վիճակից դուրս կգային։ Եվ երբ որ Աստծո մարդը Եղիսեն լսեց, որ Իսրայելի թագավորը պատառել է իր հանդերձը, այն ժամանակ մարդ ուղարկեց թագավորին ասելով. «Ինչու համար պատառեց իր հանդերձդ, թող նա ինձ մոտ գա եւ իմանա, որ մարգարե կա Իսրայելի մեջ»։ Եվ Նեեմանը գնաց իր ձիերովը եւ կառքերովը եւ կանգնեց Եղիսեի տան դռան մոտ։ Եղիսեն պատգամավ, որ ուղարկեց նրա մոտ ասելով. «Գնա եւ 7 անգամ լվացվիր Հորդանանումը, եւ մարմինդ քեզ մոտ կդառնա եւ կմաքրվես»։ Բայց Նեեմանը բարկացավ եւ գնաց, ասելով. «Ահա ես կարծում էի, թե անպատճառ ինձ մոտ դուրս կգա եւ կկանգնե ու իր Տեր Աստծո անունը կկանչե եւ ձեռքը կդնե այն տեղի վրա եւ այն ժամանակ բորոտությունը կբժշկե»։ Ինչ սպասում ուներ Նեեմանը։ Մարգարեն պիտի դուրս գար, իրան դիմավորեր, ձեռք դներ, աղոտ քաներ եւ ինքը բժշկվեր։ Եվ բարկացավ, ասում է. «Միթե Դամասկոսի Աբաննա եւ փարփար գետերը Իսրայելի բոլոր ջրերից լավը չեն։ Միթե նրանցում չէի լվացվի եւ մաքրվի»։ Եվ նա ետ դարավ գնաց բարկությամբ։ Պատկերացնում եք, ավելի ինչն է ազդում մարդուն։ Իր հեղինակավոր լինելը, իրեն մեծ տեսնելը։ Բայց իրականության մեջ Եղիսեն էր մեծ։ Իրանից ավելի բարձրը Եղիսեն էր։ Շատ մարդիկ այդպես չեն տեսնում։ Համոզված եմ հավատացյալներն են, շատերը չեն տեսնում այդպես։ Որ մարդիկ կան, որ այսօր ծառայի պես են, բայց իշխաններ են Աստծո եւ մեծ են։ Մարդիկ էլ կան իշխաններ են այսօր, բայց Աստծո առաջին ծառայել չեն։ Հասկանում եք, շատ հավատացյալներ այդ դատողությունը չունեն, այդ զգուշանալով մոտենալը չունեն։ Բարկացավ, որովհետև այլ ակնկալություն ուներ։ Բայց իրեն օգնեցին երիտասարդներ, որ իրեն ուղեկցում էին։ Բայց նրա ծառաները մոտեցան եւ խոսեցին նրա հետ ու ասեցին. «Ով հայր»։ Ինքը տարիքով էր ինքը։ Իրեն այդ խոսացողները երիտասարդ էին, ասում էին. «Ով հայր, եթե մարգարեն քեզ մի մեծ բան ասած լիներ, չէիր անի, ուր մնաց, որ քեզ ասես լվացվիր եւ կմաքրվես»։ Լսում եք։ Այս երիտասարդները նորմալ ընդունեցին մարգարեի արածը։ Ինչ մի վատ բան է ասել, որ չխայնացել ես, ինչ մի ծանր բան է ասել, որ ասենց ծանր է ստանում, լվացվի մաքրվես էլի։ Ոչ։ Այս երիտասարդներին ուղղակի չէր խանգարում, որ իրենք էլ մի բան չունեին, ինչպես Նեեմանը, հպարտ տեսնեին իրենց, բարձր տեսնեին, ես Եղիսեն պիտի կանգներ իմ առաջ, ձեռք դներ, իս ինչ վերաբերմունք է, մարդը ուղարկի ասում է գնա գետը մտի լողացի։ Բայց այս երիտասարդներին Եղիսեի ասածը ծանր չէր թվում։ Պատկերացնում եք։
Ժողովուրդ, մենք լսել ենք, չէ, քանի անգամ կրկնվել է պատգամ եկեղեցուն, որ պիտի շարժեմ եկեղեցին։ Եվ պիտի մաքրեմ եկեղեցին։ Եվ անում է։ Նրանք, որ Աստծո ուզած կերպով կմտածեն, զգուշություն կանեն իրենց նախասիրություններին, իրենց սիրտը պատրաստ կպահեն Տիրոջ առաջնորդությունն ընդունելու, չեն ընկնի։ Այս մարդը լսեց այդ երիտասարդներին, մտավ ջուրը 7 անգամ, թաղվեցավ Հորդանանի մեջ, Աստծո մարդու ասած խոսքի համեմատ, եւ նրա մարմինը ետ դառավ իրեն իբրև մի փոքր երեխայի նման, եւ նա մաքրվեցավ, բժշկվեց։ 15 ամառից շարունակեմ մինչև 17-ը, նա ետ դառավ իր բոլոր բանակովը Աստծո մարդու մոտ եւ եկավ կանգնեց նրա առաջին ու ասեց. ահա իմացա, որ բոլոր երկրիս վրա Աստված չկա, բայց միայն Իսրայելում, այսինքն Իսրայելում քարոզվող Աստվածն է ճիշտ Աստվածը։ Բայց միայն Իսրայելում ասում է. Եվ հիմա խնդրում եմ ծառայից հետ ընդունիր նվերներ, բայց նա ասեց. կենդանի Տերը, որի առաջին ես կանգնած եմ, եթե ընդունեմ, եւ նա ստիպում էր նրան, բայց Եղիսեն մերժեց, նվեր չվերցրեց։ Նեման ասեց նրան. հիմա որ ոչ, այսինքն լավ, հիմա որ չես ընդունում, չես վերցնում նվեր ինձանից, թող ծառայիդ 2 ջորի իբեր հող տրվի, որովհետև ծառատ այլևս բացի Տեր Աստծուց ուրիշ աստվածների ողջակից կամ զոհ չի անելու։ Այս մարդը կրապաշտ էր փաստորեն։ Ասորիները Ռեմոն էին պաշտում, Ռեմոնին, որ Աստված չէ, ապաշխարեց այս մարդը։ Ուշադրություն եք դարձնում, Եղիսեի ասած վերաբերմունքը առաջին հերթին նպաստեց նրան հնազանդվելու սովորեց։ Աստծո մարդու ասացի պես գնաց գետը մտավ եւ ելավ եւ բժշկվեց։ Այսինքն այս մարդը նախ բժշկվեց այդ գորոզ պահվածքից, ապաշխարեց։ Եթե Եղիսեն այսպես չվարվեր, նա չէր ապաշխարի։ Եղիսեն դուրս գար, նրան դիմավորեր, ձեռք դներ եւ բժշկվեր էլ նույնիսկ իր գորոզության մեջ էլ կմնար եւ դժվար թե Ռեմոնին չպաշտեր, շարունակել էր նույն վիճակում մնալ, բայց ավելին ստացավ մտքի բժշկություն, կարողացավ խոնարհություն սովորել։ Եթե ինքը ակնկալում էր, որ Աստծո մարդը պետք է ելնի իր առաջ կանգնի, այս անգամ ինքը գնաց եւ պատիվ տվեց Աստծո մարդուն։ Դե Աստված էլ իրան պատիվ տվեց, օրհնեց իրան, բնականաբար։ Այստեղից սովորելու բան ունենք, ժողովուրդ։ Սկզբից ինչպես էր վարվում Նեեմանը։ Անառակ որդին, երբ որ հիշում եք, եկավ հորը ինչ էր ասում. հայր, ես արժան չեմ որդիդ կոչվելու, ես արժանի չեմ։ Նրա սպասումները, այսինքն այնպես չէր, որ գնամ, մի հատ պատիվ պահանջեմ, մի հատ տեսնեմ ինչպես կդիմավորեն, վայ, կորացնեք էլա, այդ սպասումը չուներ, ես արժանի չեմ այդպիսի վերաբերմունքի։ Հայր, ես օրավարձով աշխատողի պես թող լինեմ, ծառայի էլ արժանի չեմ, օրավարձով աշխատողի պես լինեմ։ Նա այդ վերաբերմունքից հետո արժանացավ հարգանքի, իրեն էլ հարգեցին, իրոք խոնարհներին Աստված կբարձրացնի։ Այս մարդն էլ բարձրացավ, Նեեմանն էլ բարձրացավ, հայ կորցնելու էր օրհնությունը իր գոռոզության պատճառով, հայ կորցնելու էր, չէ, շատերն այսօր պահանջում են, շատերն այսօր բաներ են պահանջում, ասում են եղբայրն ասեց, ես քեզ չեմ օրհնի,
Այո, եղբայրը չասեց, Աստված ասեց, Նինվե պիտի կործանվի, բայց կործանվեց Նինվեն, չկործանվեց չէ Նինվեն, ինչու, որովհետև ապաշխարեցին, բայց ինչու ապաշխարեցին, ինչ է մի հովնան չկար, որ այսօր մարդիկ չկործանվեն, որ խոսի ապաշխարության հրավիրի, ոչ թե պահանջելու։ Նինվեն չկործանվեց, որովհետև Հովնանը խոսեց և նրանք ապաշխարեցին, թագավորից մինչև երեխա։ Աստված իր որոշումը փոխեց։ Նույնիսկ Հովնանը նեղված էր, ես տենց էլ գիտեի Տեր Աստված, որ ապաշխարելու են ու դու քո որոշումը կփոխես։ Ասում է դու չես խղճում 120,000 մարդ, որ մանկամիտ պիտի կործանվեին, բայց Աստված ասել էր պիտի կործանեմ, որովհետև շատ են մեղանչել արդեն։ Ողորմություն ստացան, որովհետև ընդունեցին, ընդունող է պետք։ Ուշադրություն դարձեք, այլ օրինակ եմ բերում հիմա որ նայենք նախասիրությունները Նեեմանի, այն հիմքերի վրա էր, որ ուներ դիրք, ուներ աշխարհային գիտակցություն, բայց մեկ այլ դեպք պետք է պատմեմ, որպես օրինակ մեզ Հովհաննեսի ավետարանի 11-րդ գլխից Մարիամի և Մարթայի օրինակ բերելով, որ նրանց եղբայրը, որ հիվանդ էր, մարդ ուղարկեցին Հիսուսին, ասեցին, որ հիվանդ է եղբայրը իրենց, բայց Տերը 2 օր մնաց այդտեղ, 2 օր հետո նոր ճանապարհ ընկավ, եկավ այնտեղ, որտեղ որ ապրում էին իրենք, այդ գյուղը եկավ։ Այդ ճանապարհն էլ այնքան տևեց, որ արդեն մահացել էր, 4 օր գերեզմանում դրված էր։ 17 համարից կկարդամ, Հովհաննեսի ավետարան, 11-րդ գլխի 17 համարից։ Հիսուսն էլ եկավ նրան արդեն 4 օր գերեզմանի մեջ դրված գտավ։ Եվ Բիթանիան մոտ էր Երուսաղեմին 15 ասպարեզի չափով։ Հրեաներից շատերը եկել էին Մարթային և Մարիամի մոտ, որ մխիթարեն նրանց իրենց եղբոր համար։ Արդ, երբ որ Մարթան լսեց, թե Հիսուսը գալիս է, գնաց նրան դիմավորելու, բայց Մարիամը տանը նստած էր, հասկացում է, որ Մարիամը չէր լսել։ Այսինքն տեքստի մեջ որ կարդում ենք, նա էլ որ լսում է, ինքն էլ է գալիս ընդառաջ։ Մարթան գնաց ընդառաջ, և Մարթան, երբ որ հանդիպեց Հիսուսին, ասեց. եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի։ Նույնը ասում եմ Մարիամը, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի։ Բայց շարունակությունում տեսեք ինչ է ասում Մարթան 22 համարը, բայց հիմա էլ գիտեմ, թե ինչ որ Աստվածանից խնդրես, Աստված կտա քեզ։ Ճիշտ է, իր մեջ սպասում կար, այսպիսի սպասում կար, բայց Նեեմանից տարբերվում էր նրանով, որ գոռոզամիտ չէր, պարզամիտ էր, ինքը ընդառաջ եկավ Տեր Հիսուսին, իսկ Նեեմանը սպասում էր, որ Եղիսեն դուրս գա իր առաջ կանգնի։ Նաև ուշադրություն եք դարձնում, թեև իր սպասման պես չէր եղել, իր եղբայրը մահացել էր, ավելի ծանր դեպք էր պատահել, մահացել էր, և իր սպասումով սա էր, որ եթե դու այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի, բայց էլի մեղադրելու տոնով չէր խոսում Հիսուսի հետ։ Ուշադրություն եք դարձնում, հավատք դեպի Հիսուսի հանդեպ է խոսում սա, բայց հիմա էլ գիտեմ, թե ինչ որ Աստվածանից խնդրես, չէ, ինչ որ Աստվածանից խնդրես, Աստված կտա քեզ։ Սա խոսում է նրա մասին, որ չար տրամադրված չէր Տեր Հիսուսի հանդեպ։ Մենք գիտենք, որ Տերը պատահական չէր, որ ուշացավ։ Էլի, ինչպես Նեեմանին,
ոչ միայն բորոտությունից բժշկեց, այլ նաև միտքը բժշկեց, կրապաշտությունից ազատվեց Նեեմանը։ Սրանց էլ ասելու բան ուներ, որ Մարթային եւ Մարիամին ինչ որ հայտնեց Աստված Հիսուսը։ Դարերով մարդիկ այդ հայտնությամբ ապրել են ինչպես մենք։ Տեսնենք ինչ էր դա։ Հիսուսը նրան ասեց. «Քո եղբայրը հարություն կառնի»։ Մարթան նրան ասեց. «Գիտեմ, հարություն կառնե հարությունումը, հետին օրում, վերջին օրում, հարության օրը հարություն կառնե»։ Հիսուս նրան ասեց. «Ես եմ հարությունը եւ կյանքը։ Ինձ հավատացողը թեև մեռնի էլ կապրի, եւ ամեն ով որ կենդանի է եւ ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Հավատում ես սրան»։ Նա ասեց. «Այո, Տեր։ Ես հավատացել եմ, թե դու ես Քրիստոսը, Աստծո որդին, որ պետք է աշխարհ գայիր»։ Օգնեց, նոր ճանաչողություն տվեց իր մասին։ Այս ճանաչողությունը Տեր Հիսուսը Մարթային տալով տվեց նաև մեզ։ Մենք Քրիստոսին ճանաչում ենք։ Քրիստոսն է հարությունը եւ կյանքը։ Ճանաչում ենք եւ հավատում, եթե նրան ընդունել ենք, հավատում ենք, թեև մեռնենք եւ պիտի ապրենք։ Այս խոսքով մենք ապրում ենք, ժողովուրդ։ Մարթային զորացրեց Աստված Տերը։ Ճիշտ է։ Հետո Մարիամն է գալիս նույն խոսքը ասում։ Հիսուսը ամբողջի հետ մոտենում է գերեզմանը։ Ժողովուրդը սա էին ասում, տեսնելով Հիսուսին հուզված 37 համարից կկարդամ, նրանցից էլ ոմանք ասում էին ժողովրդի մեջ եղողներից. «Միթե սա որ կույրի աչքերը բացեց չէր կարող անել այնպես, որ սա էլ չմեռներ»։ Հիսուսը դարձյալ խռոված եկավ գերեզման, եւ այն մի քարայր էր, եւ մի քար նրա վրա դրված։ Հիսուսն ասեց. «Այդ քարը վեր առեք»։ Մեռելի քույրը Մարթան ասեց նրան. «Տեր, արդեն հոտած է, որովհետև 4 օրվա է»։ Հիսուս նրան ասեց. «Չասեցի քեզ, որ եթե հավատաս, Աստծո փառքը կտեսնես»։ Այո, երբեմն մեր նախասիրությունները, մեր տրամադրվածությունները չեն թողում մենք հասկանանք ինչ է ասում Տերը մեզ։ Դժվարանում ենք մտածել խոսքի վրա, ինչ պատգամ է հասնում մեզ, որ հավատանք։ Ուշադրություն եք դարձնում, էլի դժվարացավ Մարթան, չէ՞։ Բայց չասեցի քեզ, եթե հավատաս, Աստծո փառքը կտեսնես։ Եվ քարը վեր առան, ուր որ մեռելը դրված էր։ Հիսուսն էլ իր աչքերը վեր բարձրացրեց եւ ասեց. «Հայր, գոհանում եմ քեզանից, որ ինձ լսեցիր։ Եվ ես գիտեի, որ միշտ լսում ես ինձ, բայց այս շրջակա ժողովրդի համար ասեցի, որ հավատան, թե դու ուղարկեցիր ինձ»։ Եվ այս ասելով մեծ ձայնով աղաղակեց. «Ղազարոս, դուրս եկ»։ Եվ մեռելը դուրս եկավ, ոտները եւ ձեռքերը պատանով կապած, եւ երեսը վարշամակով պատած։ Հիսուսը նրանց ասեց. «Արձակեցեք դրան եւ թողեք գնա»։ Հարություն տվեց։ Իր ասածները ապացուցեց։ Իր խոսքն ապացուցեց։ Այո, մենք էլ տեսանք Քրիստոսի փառքը։ Այս դեպքով։ Եվ այս խոսքերին հավատալով ես շատ եմ օգնություն ստացել Աստծուն, հիշելով, որ Տեր դու ասեցիր. «Ես եմ հարությունը եւ կյանքը»։ Հանդիպել եմ շատ ծանր դեպքերի եւ այս խոսքերով ապրել։ Տեր, իմ ազգականս, եթե աչքերը փակի, հավատում է քեզ, գիտեմ, որ կտեսնեմ արքայության մեջ։ Հազդում եմ քո ձեռքերի մեջ։ Դու ես մարդուն կյանք տվողը։ Մխիթարվել, զորացել եմ, ապրել եմ այդ խոսքով եւ ապրում եմ եւ կապրենք էլ։ Աստված օրհնի մեզ, ժողովուրդ ջան։ Հավատացյալ մարդու սպասումները թեկուզ էլի այն չէր, չէ, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի, ու ավելի նոր բան տեսավ, ժշկություն ստացավ, օրհնություն ստացավ, տեղ էր թողում մարդը։ Գիտեմ, որ դու ինչ էլ խնդրես, Աստծուց կառնես։ Երբեմն մարդը իր սպասած բաները, որ չի ստանում, պիտի տեղ թողնի, ինչպես Մարթան էր զգուշավոր։ Չպիտի հարձակվողական լինի։
դիզգուշ լինի։ Պատկերացրեք, եթե Նեեմանի կողքին հավատարիմներ չլինեին, Նեեմանը կորցնում էր, օրհնություն էր կորցնում, կյանքն էր կորցնում։ Օգնեցին։ Աստված մեզ օրհնի։ Եվ մենք չկորցնենք մեր կյանքը, եւ լինենք օրհնություն մեր շրջապատի համար։ Մարդկանց օգնենք, որ իրենց սխալ նախասիրություններով չկորցնեն կյանքը, զգուշավոր լինեն։ Մենք լինենք սիրող, հարգող, մեզ էլ, մեր ընտանիքներն էլ։ Շատերի ընտանիքներում հավատացյալ մարդիկ են, մի հովնան չունեն, որ օգնեն, ապաշխարեն մարդիկ, կորում են, ընկնում են։ Աստված օգնի ձեզ, ժողովուրդ ջան։ Խոնարհվենք Աստծո առաջ։ Շատերի համար չեմ ասում, ես տեսնում եմ, որ շատ մարդիկ կան, վկայում են, ոչ միայն իրենց ընտանիքների, օրհնություն են շրջապատի համար, Տերը զորացնի էլ ավելի։ Բայց թող սթափեցնող լինի նրանց, որ հոգևոր ձևով չեն մտածում, հավատացյալ, հավատքի ծնկած են ու չեն նկատում։ Մարթայի պես հեռատես չեն։ Թեկուզ իմ նախասիրություններով, որ Հիսուս տեղը լեր իմ աղբերս չեր մեռնի, ինչ դժվարություն է, գիտեք, բայց էլի վեճ չուներ։ Ինքը չէր հասկանում դեռ Հիսուսը խորապես ով է։ Այդ խորությամբ չէր հասկանում, ինչպես դուք։ Նրա խորությամբ չէր հասկանում նրա աստվածությունը, բայց էլի հեռատես էր, զգուշավոր էր։ Գիտեմ ինչ որ խնդրես, Աստծուց կտա քեզ։ Սա այնպիսի մարդու վկայություն է, ով ճանաչում է, որ դիմացին Աստծո մարդ է։ Իր վստահությունը չէր կորցրել մարդուն։ Աստված օրհնի ձեզ։